Մենք Ալբանիայում ենք ու քանի որ ապեր ուր ես վազում դες ավտոպարկը խնդրեմ ստեղի մոտավոր որ պատկերացնեք ինչ է էլի իսկն BMW Car6 211 Mercedes Opel բենզինի գները մոտավոր 1.7 1.8 եվրո բենզինն ու դիզելը դա թանկ է իրականում նույն ձևաց են կարա 90 օրինակի համար հանդիպեք չգիտեմ ես օրինակ էս 200-203 Mercedes-ների մասով ժամանակին երևի թե սկիզբը եղել ինչ է եղել շատ են կամ Mercedes բեսամ սիրում են ուղղակի թե շատ են դիզելը չնայած այս բենզինի գներով դիզելը նորմալ է որ շատ է բայց օրինակ այս C-երից 202-նա 203-նա շատ են ունիվերսալները 124-ը կյանք տեսած ավտո է ու ես ինչ Opel-ա Corsa, Opel Corsa-ն է թազա։ Նենց է ճապոնական ու կորեական ավտոներից էլ էլի շատ կան։ Հեսա խնդրեմ։ Yaris-ն է, Toyota Vision Plus, taxi։ Ստեղել են ոնց որ խորած է այդ ամեն ինչի մեջ։ Որ հարցրեցի ասին, որ ստեղի ավտոներն էլ էլի Ամերիկայից որ գալիս են, բենզինով ավտոները գազ են դնում վրան, էլեկտրիկա, չինական։ Իսկ նույն Հայաստանի պրինցիպն է էլի։ Բենզինը բան այնքան թանկ է, որ կամ դիզել ավտո են քշում շուտ ավտոները դիզել են, թազեկներ որ գալիս են կամ էլեկտրական են, կամ էլ Ամերիկայից եկածող ավտոների վրա գազ են դնում։ Սահմանափակենք ընդհանրական շատ Հայաստանի ավտոներին նման են։ Մենակ Volkswagen Audi-ն է շատ ստեղ, Plus էլի ոնց որ